Այն մեկին դեմի շարքը նստացրեք, ոսկի ունի։ Եկեք Աստվածաշնչից այս թեմայի վերաբերյալ մի փոքրիկ հատված ընթերցենք։ Կարդում ենք Հակոբոս առաքյալի նամակը 2-րդ գլուխ 1-ից 17-րդ խոսքերը։ Եղբայրներին, աչառությամբ մի ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի Տիրոջ հավատը։ Եթե ձեր ժողովարանը մի մարդ մտնի, որ ոսկե մատանի եւ շքեղ հագուստ ունի, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ, կեղտոտ հագուստով, եւ ուշադրություն դարձնեք նրան, ով շքեղ հագուստ ունի, ու ասեք. դու այս պատվավոր տեղը նստիր, իսկ աղքատին ասեք. դու այստեղ կանգնիր, կամ եկ այստեղ պատվանդանից մոտ նստիր։ Դուք ձեր մեջ աչառություն արած չեք լինի, կամ չար խորհուրդների դատավորներ չեք լինի։ Լսեք, իմ սիրելի եղբայրներ, չէ որ Աստված այս աշխարհի աղքատներին ընտրեց, որոնք հավատով հարուստ են ու ժառանգորդները այն արքայության, որ Աստված խոստացավ իրեն սիրողներին։ Բայց դուք աղքատին անպատվեցիք, չէ որ հարուստներն են ձեզ հարստահարում, եւ նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։ Չէ որ նրանք են հայհոյում այն բարի անունը, որով դուք կոչված եք, սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ գրքի համաձայն եք կատարում, պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ, լավ եք անում, բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում, օրենքից որպես օրինազանցներ դատապարտվելով, որովհետև ով ամբողջ օրենքը պահի եւ մեկ բանում սայթակի, ամբողջ օրենքին պարտական կլինի, քանի որ նա, ով ասաց, մի շնացիր, նաեւ ասաց, մի սպանիր, ուստի եթե շնություն չանես, բայց սպանես, միևնույնն է, օրինազանց կլինես, այնպես խոսեք ու այնպես արեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, որովհետև անողորմի նկատմամբ անողորմ դատաստան է լինելու, ողորմածությունը արհամարում է դատաստանը, ինչ է օգուտը եղբայրներին, եթե մեկն ասի թե հավատ ունի, բայց արված գործեր չունենա, միթե հավատը կարող է նրան փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, եւ ձեզանից մեկն ասի նրանց. գնացեք խաղաղությամբ, տաքացեք ու կշտացեք, բայց մարմնին անհրաժեշտ բաները նրանց չտաք, ինչ օգուտ է։ Այդպես էլ հավատը, եթե գործեր չունենա, ինքնին մեռած է։